Հարգելի պարոն փոխքաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից ձանցանք թույլտված անձանց նկատմամբ կազմվել են թվով 1090 արձանագրություններ, որից կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված չլինելու վերաբերյալ թվով 108 արձանագրություն, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինությունների իրականացման թվով 63 արձանագրություն, ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման թվով 1 արձանագրություն, շենքերը եւ շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 35 արձանագրություն, ոչ սահմանված վայրում շինարարական աղբի կուտակման վերաբերյալ թվով 14 արձանագրություն, ոչ սահմանված տեղում առևտրի իրականացման համար թվով 173 արձանագրություն, վաճառքի եւ վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու վերաբերյալ թվով 1 արձանագրություն, ոգելից եւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 80 արձանագրություն, առևտրի եւ հանրային սննդի օբյեկտները զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները եւ բաղնիքները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատացնելու համար թվով 50 արձանագրություն, առանց թույլտվության բացօթյա առևտրի իրականացնելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, հեղուկ վառելիքի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 73 արձանագրություն, առանց թույլտվության խանութներում եւ կրպակներում հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ թվով 2 արձանագրություն, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վերաբերյալ թվով 82 արձանագրություն, սեզոնային հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ թվով 35 արձանագրություն, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտները շահագործելու համար թվով 10 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար թվով 22 արձանագրություն, մշակութային գործունեություն իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելու համար թվով 2 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու վերաբերյալ կազմվել է թվով 41 արձանագրություն, առևտրի հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առևտրի իրացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելու վերաբերյալ թվով 32 արձանագրություն, առևտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելու մասնավորապես մինչև 50 միկրոհաստություն ունեցող պոլիէթիլենային տոպակների վաճառքի համար թվով 126 արձանագրություն, վաճառքի ցուցադրված ապրանքատեսականու վրա գնապիտակի բացակայության վերաբերյալ թվով 10 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու վերաբերյալ թվով 103 արձանագրություն, Երևան քաղաքում առանց արտաքին գովազ տեղադրելու թույլտվության արտաքին գովազ տեղադրելու համար թվով 10 արձանագրություն, միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ կազմակերպվել է մոտ 12.5 տոննա տարբեր ապրանքատեսականու առգրավման գործընթացներ, ներկայումս իրականացվում են թվով 422 վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ համապատասխան վարչարություններ, տեղեկացնում եմ նաև, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել եւ իրականացվել են թվով 25 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, որից թվով 20-ը ծառայության նախաձեռնությամբ աշխատակազմի քաղաքաշինության ողի վերահսկողության վարչության հետ համատեղ, իսկ թվով 5-ը Երևանի քաղաքապետի համապատասխան քանդման որոշման համաձայն իրականացվել են աշխատակազմի քաղաքաշինության ողի վերահսկողության վարչության եւ վարչական շրջանների հետ համատեղ։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 77-ով, իսկ առգրավված ապրանքատեսականու քանակը ավելացել է 2.5 տոննայով։ Պարոն փոխքաղաքապետ, նշեմ նաև, որ համայնքային տրանսպորտում թույլտված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 935 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.9 հոդվածի համաձայն, մասնավորապես թվով 673 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 89 այլ անձի արտոնությունից օգտվելու եւ թվով 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից թվով 89 գործեր մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ թվով 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ, հաշվի առնելով կատարված վճարման վավերացման եւ վալիդատորի հետ առկա խնդիրը, ինչպես նաեւ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների
Կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված պարզաբանումը։